Արմենուհի Ղազարյան։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, կառավարության հարգարժան անդամներ, հարցս ուղղում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Մկրտչյանին։ Պարոն նախարար, խնամակալական կազմակերպություններում ապրող սաներից շատերը վերադառնում են ընտանիքներ, մի մասն էլ խնամատար ընտանիքներում են ապրում։ Եվ սա ուրախալի փաստ է, բայց հարցս հետևյալն է. ինչ ծրագրեր և գործիքակազմ ունի նախարարությունը խնամակալ կազմակերպություններում գտնվող շրջանավարտներին հասարակության մեջ ինտեգրելու և մասնավորապես կացարանային խնդիրները լուծելու ուղղությամբ։ Հարցին կպատասխանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ նշեմ, որ նախարարության կարևոր ուղղություններից, գերակա ուղղություններից մեկը դա մեր խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումն է, այսինքն հնարավորություն ընձեռել առանց ծնողական խնամքի մնացած եւ պետության հոգացության ներքո գտնվող երեխաները ապրեն ընտանեկան միջավայրում, ընտանիքի մոտ միջավայրում եւ այդ առումով մենք ունենք մի շարք գործիքներ եւ այդ գործիքներից մեկը ամենակարևորը ըստ իս դա խնամատարության ինստիտուտն է, երբ որ ընտանիքները խնամատարության են վերցնում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին եւ ըստ էության իրենց ընտանիքներում իրենց հետ ծնողական այսպես խնամքի ներքո ապրում են այդ երեխաները։ Մենք այս տարվա ցուցանիշները նախորդ տարվա համեմատ գնալով մեծանում է, այս պայծրությամբ ունենք 190 երեխաներ, որոնք որ ապրում են խնամատար ընտանիքներում եւ տարբեր գործողություններով փորձում ենք ել ավելի հանրային իրազեկումը մեծացնել, որպեսզի մեր երեխաները հնարավորություն ունենան ընտանեկան միջավայրում անցկացնել իրենց մանկությունը եւ ստանալ ընտանեկան խնամք։ Բացի այդ, ձեր երկրորդ հարցը շատ կարևոր հարց է, ինչ պետք է անի պետությունը, որպեսզի շրջանավարտները խնամքի հաստատությունների իրենք սոցիալական ներառման լավագույն հնարավորություններն ունենան։ Նախ ասեմ ամենակարևոր գործիքներից մեկը դա կրթության ապահովումն է։ Մենք այս առումով ունենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ համագործակցություն յուրաքանչյուրի մասով կրթական ծրագիր ունենալու, եթե օրինակ կան երեխաներ, որոնք որ ունեն որոշակի առանձնահատկություններ, մենք պետք է կարողանանք նրանց համար հատուկ ծրագիր ունենալ։ Այս առումով նաև մարզպետարանների հետ, տեղական ինքնակառավարման մարմինների հետ ենք աշխատում, ունենք համալսարանների հետ հուշագրեր կնքած մենթորության օրինակ ինստիտուտը, նույն ֆրանսիական համալսարանի հետ ունենք, ամերիկյան համալսարանի հետ ունենք, երբ որ հենց մեր խնամքի հաստատություններում մինչև համալսարանական տարիքի հասնելը, այսինքն նրանց հետ աշխատանքներ են տանում, աջակցում են մենթորության սկզբունքով եւ բացի այդ մենք ունենք նաեւ աջակցության որոշակի գործիքակաց, երբ որ տան վարձակալության որոշակի 1 տարվա շրջանակներում աջակցություն ենք տրամադրում, որպեսզի որպես շրջանավարտ նրանք կարողանան մի կողմից աշխատանք գտնելու, մյուս կողմից այդ ձեր ասած սոցիալական ներառման հնարավորությունը ունենալու, բայց մինչ այդ, այսինքն ոչ թե պետք է մենք աշխատանք կատարենք, որ իրենք այս դարձան շրջանավարտ եւ կարողանան ներառվել, այլ մինչ այդ իրենց կրթության, աշխատանքի եւ առհասարակ հեռանկար ունենան համալսարանական կրթությունից հետո որտեղ պետք է աշխատեն, այդ մասով մենք շատ լավ համագործակցություն եւ գործիքակազմ կարծում եմ ունենք, բայց դեռ լավարկելու տեղ կա։